Ինչեր են TRIP համաձայնագրի կողմերը։ Պատասխանն առաջին հայացքից ակնհայտ է՝ Հայաստան, Միացյալ Նահանգներ։ Անգամ արհեստական բանականությունն է այդ հարցին նույն պատասխանը տալիս։ Իսկ ինչու են Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova եւ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Ben Black-ը քննարկել TRIP նախագծի իրականացումը։ Ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, իրականում այս համաձայնագրում կողմ են հանդիսանում Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները, իսկ Հայաստանը կրկին զիջողի դերում է։ Այդ համաձայնագրում Հայաստանի դերը ընդհանրապես տարածքի տրամադրումն է, այսինքն այդտեղ երկկողմ, եթե դիտարկում ենք, դե ֆակտո երկրորդ կողմը Ադրբեջանն է, դա ակնառու էր փոխնախագահ Վենսի Փետերվարյան այդ ընթացքում, երբ ինքը Հայաստանում այդքան չի խոսել Թրամփի ուղու մասին, որքան Ադրբեջանում։ Ադրբեջանական կողմը չի հերքում իրենք շահողի դիրքերում են այս համաձայնագրից։ Դե յուրե Բաքուն ստորագրող չէ, բայց դե ֆակտո այս համաձայնագրով այս երկիրն իրագործում է իր երազանքը։ Ադրբեջանը կապում է Նախիջևանին։ Այո, Ադրբեջանը TRIP-ի շրջանակային համաձայնագրի ստորագրող կողմ չէ, բայց TRIP-ը հենց այն նախագիծն է, որը պետք է ապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի միջև կապը Հայաստանի տարածքով։ Հետևաբար Ադրբեջանը նախագծի անմիջական շահառուն է եւ բնական է, որ դրա իրականացման հարցերը քննարկում են ԱՄՆ պաշտոնյաների հետ։ Ադրբեջանական կողմը նույնիսկ TRIP-ը նկարագրում է որպես նախագիծ, որը պետք է ապահովի անխոչնդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև։ Այնտեղ հայտարարեց, որ ինքը առաջին մարդն է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով։ Ընդ որում Վենսը աշխարհագրորեն Երևանից Բաքու մեկնել էր բացարձակապես այլ երթուղով, Հայաստանի հյուսիսային մասով, բայց ինքը փաստացի անկաշկանդ խոսել էր, որ թռչել է Թրամփի ուղու վրայով, այդպիսով ըստ էության Հայաստանը ամբողջությամբ դիտարկելով Միացյալ Նահանգների համար որպես Թրամփի ուղի։ Հայաստանի իշխանությունն ասում է Հայաստանն այստեղ տնտեսական շահ ունի։ Փորձագետները տարակուսում են, ինչպես է ապահովելու տնտեսական շահույթը, եթե անվտանգային մի շարք հարցեր չունեն պատասխաններ։ Այստեղ ավելի լայն իմաստ ունի, քան պարզապես Զանգեզուրի միջանցքը։ Ընդհանրապես Հայաստանը դիտարկել որպես այդպիսին ամերիկա-ադրբեջանական կոմունիկացիայի ռեսուրս, որովհետև Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը ընդամենը մի մասն է այդ գործընթացի, այդ ավելի լայն գործընթացի։ Իսկ այն, որ Թրամփի ուղին դա միջանցքային տրամաբանությամբ համաձայնություն է, այստեղ որևէ կասկած չկա։ Հայ հասարակությունը գիտակցում է, որ սա Հայաստանի հերթական տարածքային զիջումն է։ Բադալյանի համոզմամբ ոչ։ Ինչու չի գիտակցում կամ ինչպես անել, որ գիտակցի, Բադալյանի խոսքով երկարատև ու բարդ պրոցես է։ Սեդամ Ակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։